Արժանավատի դերհայր, սիրելի ներկաներ, ես դոկտոր Զարմեր Նաքաշյանն եմ և դասախոս Կալիֆորնիա նահանգի Նորթրիջ համալսարանի մեջ։ Քրեսենտա հոբիտի հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու դաստիարակչական հանձնախումբը հրավիրած է այսօր դոկտոր Վահրամ Շամասյանը։ Դոկտոր Շամասյան պիտի ներկայացնի հայ ժողովուրդը մոդեն հետաքրքրող կարևոր նյութը ցեղասպանության վերաբերյալ հայկական արխիվներ Միջին Արևելքի մեջ։ Միջին Արևելքի արխիվներու ուսումնասիրությունը Հայաստանի և այլ կենտրոններու արխիվային տվյալներուն հետ միասին պիտի դառնան անհրաժեշտությունը հետապնդելու և իր բարձրագետին հասցնելու մեր վահանջավիրության ճանաչումն ու արդար իրավունքներու հատուցումը։ Դասախոսության ընթացքին պիտի քննարկվին Կահիրեի ազգային առաջնորդարանի և հայ բարեգործական ընդհանուր միության Երուսաղեմի հայոց պատվիրակության, Անտիլիասի Գիդիկյան Սուրբ Աթոռի և Հալեվի ազգային առաջնորդարանի արխիվային տվյալները։ Դոկտոր Վահրամ Շամասյան, պրոֆեսոր տնօրեն է Կալիֆորնիա նահանգի Նորթրիջ համալսարանին հայկական ուսումնական ծրագիրներու ժամանակակից դասական լեզուներու և գրականության բաժանմունքի։ Ունի դոկտոր փիլիսոփայության PhD վկայականը պատմության ջուրին մեջ Կալիֆորնիա համալսարանեն Լոս Անջելես, UCLA։ 2010-ին Հայաստանի ըսկույթի նախարարության կողմէ բարգեւադրված է Վիլյամ Սարոյան շքանշանով հայ մշակույթի զարգացման և պահպանման մեջ իր ունեցած մեծ ծառայություններուն համար։ Այժմ թեմ դրահանրել օրվան դասախոսը։ Բարև այսօր, նախ շնորհակալություն կհայտնեմ ընձայված առիթին համար և ներկայացման համար, նաև քննադատի խոսք ունի Քրեսենտա հոբիտի հայաստանյաց առաքելական եկեղեցու դաստիարակչական հանձնախումբին, որ այս շատ կարևոր դասախոսություններու շատ ինձ ներկայացած է, կհետևի մեզ մամուլով, իսկապես քննադատելի է բարձրահիտ կատարել։ Նպատակը այսօրվա ներկայացնել է հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվներ, հայկական արխիվներ, ոչ բոլորը Միջին Արևելքի մեջ։ Նախ ասեմ, որ արխիվ բառը կամ արխիվներ հոգնակի բառը ուկա հին հունարեն է արքեյո կամ արքեյոն, որ նշանակե կառավարատուն կամ հանրային շենք և կամ արձանագրություններ և պապերաթուղթեր, փաստաթուղթեր, որոնք քոն մաղթրված են։ Այս է սահմանումը արխիվ կամ արխիվներ բառերում կամ բառին։ Մենք ընդհանրապես կգործածենք հոգնագին արխիվներ։ Արխիվները միայն պատմաբաններու հատուկ հավաքածուներ չեն։ Ճիշտ է, որ պատմաբաններ և գիտական այլ բնագավառներու մեջ աշխատող գիտաշխատողներ, գիտնականներ կբրդվեն կհետազոտեն այս արխիվները, սակայն անոնք, այսինքն մասնագիտական բնույթ ունին, սակայն անոնք միայն այդ անձերուն այդ փոքր հույրին չեն պատկանի, այլ կպատկանին ամբողջ ազգին, այս վարակային մեր հայ ազգին։ Եվ որովհետև կգտնվենք հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին, մտածեցի լավ կլար, որ ընդհանրապես հանրությունն իրազեկ դառնար, թե ինչ ունեին կամ ինչ ունենք այս արխիվներում մեջ, որովհետև ճիշտ է, որ քիրքեր կհրատարակվի ուսումնասիրություններ լույս կընծայվին, սակայն ընդհանրապես ժողովուրդը տեղյակ չէ, թե ուր են այս արխիվները, ինչ կպարունակեն, ինչ են իրենց կարևորությունը, որքանով մատչելի են անոնք և որքանով օգտագործված են։ Անշուշտ ցեղասպանության վերաբերյալ արխիվները բազմաթիվ են, բազմազան են և տարածված աշխարհով մեկ։ Կրնանք բաժնել երկուքի հայկական արխիվներ և օտար, ոչ հայկական արխիվներ։ Հայկական արխիվները կգտնվին ընդհանրապես աշխարհագրական երկու մեծ
ցեղասպանության վերաբերյալ արխիվները մեծ աշխարհագրական շրջաններում մեջ, մեկը անշուշտ Հայաստան, մյուսը Սփյուռք։ Ես պիտի կենտրոնանամ Սփյուռքի մեկ հատվածին, ինչպես ներածականի մեջ ստեցավ արխիվներում մասին, կենտրոնանալով արաբական միջին արևելքի արխիվներում վրա։ Իրաքի արխիվները ես չեմ տեսած, շատ դեղյակ չեմ, թե հոնին չկան ներկայիս, սակայն գիտեմ, որ Բողոս Նուբար-Փաշայի առաջնորդած հայ ազգային պատվիրակությունը, որ 1912-ին ստացյալ Փարիզի մեջ աշխատանք տարավ իշա հայկական հարցին կամ հայկական թադին, ունի քիչ մեծ դարձյալ գանձատարնամ հագեջորեն այս գետին, ունին իրենց արխիվը շուրջ 25,000 էջ վավերաթուղթ պարունակող, որում մեկ մասը մի քանի 100 էջ կվերապերի Իրաքի մեջ հավաքվող քաղաքականներուն Բաքուբը, Նարոմալ եւ այլն արխիվներում, այդքանի ծանոթ եմ։ Ուրեմն միայն մեծավոր արաբական արևելքի հայկական արխիվներում վրա պիտի կենտրոնանամ։ Ինչպես ստացավ, պիտի խոսիմ Կահիրեի մեջ գտնվող հայ ազգային պատրիարքության։ Ինչու պատրիարքություն գսեմ, քան որ տեխնիկալ termin է ասիգա, հոն, որովհետև մյուս քրիստոնյա հարամանությունները ուրին օրթոդոքս ժպտի պատրիարքարան և պատրիարքություն բարեր կգործածեն և կլտնեք Եգիպտոսի Կահիրեի առաջնորդարաններս պատրակի և հարը գտեսնեք ադե պատրիարքա ֆրանսերենով կրված, որվեսի նույնահուն չլան օդարները գիտնամոր ասալ հայոց պատրիարքություն է, բայց անշուշտ Հայաստանյաց եկեղեցու մեջ մենք ունենք միայն երկու պատրիարքություն, մեկը Ոսոն է, իսկ մյուսը Երուսաղեմն է։ Ուրեմն, Կահիրե հայկական բարեգործական ընդհանուր միության արխիվ, նաև ազգային առաջնորդարանի արխիվ, հետո Երուսաղեմ, ոչ թե Երուսաղեմի պատրիարքության արխիվը, այլ Ոսո պատրիարքության արխիվը, որ կգտնվի Երուսաղեմի մեջ և բացատրեմ թե ինչու և ինչպես, ապա պիտի անցնեմ Անտիլիաս, Բեյրութից, Իլիգիո Մեծիդան Իլիգիո Կատերովոսյան արխիվին, որ մեր հետ պիտի անդրադառնամ Հալեբի կամ Պերիոթեմի առաջնորդարանի արխիվներում։ Ասոց բոլորնալ ես անցնավես տեսած եմ, օգտագործած եմ, բացի Երուսաղեմի պատրիարքության արխիվեն, ադալվինսեմ թե ինչու հնարավոր չեղած ցարտ։ Ուրեմն սկսեմ Եգիպտոսով։ 2009-ին հատուկ հրամանորնա Պարոն Բեշտերսյանին, Պարոն Բեշտերսյանը Կահիրեի բարեգործականի երևելի թերքերեն է հրապարակագիր, քիրքերու հեղինակ, ինչպես նաև ազգային առաջնորդարանի տարբեր մարմիններու մեջ թերեր վերցուցած բավարարելի անձնավորություն ունի։ Գաբս իր հետ եղավ, ինքը սիրահոժար ընդունեց, որ երթամ, նաև գաբս եղավ առաջնորդարանի հետ, ուրեմն դիմ որ կարտադրեց։ Կացի Եգիպտոս, Կահիրե 2009-ի ամառը, չափազանց տակ չեմ կաչալերեր կամ թելակրել, որ ամառը Եգիպտոս այցելեք, արդեն հիմա քաղաքական պատերնով շատալ ապահով դերմը չի։ Շատ լավ ընդունելություն ունեցա։ Առաջնորդարանի մեջ դվի նաև հասնախոսությանը, մուսալերան հերոսամարտի մասին, ինչ պետք է գտնել առաջնորդարանի արխիվներում մեջ։ Գիտենք, որ 1915-ի սեպտեմբերի 50 մուսալերցիք և թիմադրեցին 40-ի ավելի օրեր Օսմանյան բանակին, ազատագրվեցան ֆրանսական, առավելապես ֆրանսական նավուժին կամ մարտանավերու կողմէ, ինչպես նաև անգլիական օդանավագիրի կողմէ անգոչված, և կերվեցան և տեղավորվեցան հատուկ քաղաքակայանի մեջ Սվեզի կանալին չրանցքին արևելյան ափին ոչ շատ հեռու Փորսայիդ քաղաք է։ Մենք Փորսայիդի վրանակահակ իրենք, բայց Փորսայիդի վրանակահակին չրանցքին հանդիպակաց կողմեր, թեպի հարավ և շուրջ 30-40 վայրկյան
նավով կդեղափոխվեին փորձայրեն մինչև այս քաղաքակայանը։ Ուրեմն կակնկալ է, որ փորձայրի քաղաքակայանի մասին երևույթներ կգնեին հոն, առավել գիտենք, որ պատերազմի ընթացքին շատ հայ երիտասարդներ Օսմանյան բանակին մաս կգազմեին եւ առ այդ ոմանք ոչ մեծ թիվով քերի բռնված էին բրիտանական բանակին կողմէ գտնվեին Հնդկաստան, բանդարգված էին քիչ մնալ Իրաք եւ ադոն խալփերվեցան փորձայրի քաղաքակայանը։ Հետո պետք է նաեւ գտնեի վավերաթուղթեր Սմյուրնյո եւ Փոքր Ասիո մեջ կատարված խժդժություններու մասին 1922-ին գիտենք, որ Սմյուրնյան այրեցին եւ հայերը ձով թափվեցան, սպանվեցան, հրգիզվեցան իրենց տուները, իրենց իջքերը, ով որ գցա փախի Հունաստան կացին եւ այլն, ինչպես նաեւ որբերու։ Այս փորձայրի քաղաքակայանը ուրջացավ, մեծավ 1918-ին սկսյալ եւ անգլիացիք արաբական ուժերու հետ, նաեւ հայկական լեգեոնի կողմէ, նախապես արևելյան լեգեոն կոչված, ուրեմն երբ ազատագրվեցան Բաղեստինն ու Անտերհորտանանը, վերաբրողները տեղափոխվեցան մեծավ մասամբ ոչ բոլորը տեղափոխվեցան Փորձայրի քաղաքակայան, այնպես որ 1918-ին սկսյալ քաղաքակայանը լայնցավ, ստեղծվեցավ հատուկ որբևայրիներու մասը, ինչպես նաև որբանոցը եւ արգա ստիսվան վարժարան, որ հովանավորված էր բարեգործականի կողմէ, նաև անալ ընդարձակվեցավ։ Ուրեմն կարևոր էր այդ իմաստով առաջնորդարանի արխիվները։ Հոնքը դա ավարտաջատ մթեզմը, որ Ֆրանսիայի Aix-en-Provence եւ Մարսեյ զույգ կամպուսներու, Սենտուհերու համար դրված, Ան Կազազյան անունով գամաղջիկան կողմէ պատրաստված 1990-ին ֆրանսերենով État des archives du patriarcat arménien orthodoxe du Caire, թեզմն է ինչպես ասի, Կահիրեի հայկական օրթոդոքս պատրիարքության արխիվներու վիճակը մակտիրով կամ խորակրով։ Եվ կդա մի քանի ացանի մեջ կդա մի քանի թղթածրարներ, որոնք անպայման պետք է տեսնենք, դժբախտաբար չկդա զնոնք, դժբախտաբար։ Հետո Մուհամմադ Ռիֆատ Ալիմյան անունով PhD ունեցող եգիպտացի պատմապանը 2002-ին լույս ընծայած էր 736 էջնոցքիրտմը, որում ներդարությունն էր Ալ-Արման Ֆինդուսը 1897-ին 1965, այսինքն հայերը Եգիպտոսի մեջ 1897-ին 1965։ Հոնալ տեսա, որ 1914-ին 1920 ժամանակաշրջանը ընդգրկող դոմարներ կային թիվով 3 իր մատեմատիկության մեջ գիրքի մեջ, որոնց միան մեկը կդա։ Ինչու գսեմ մասնը չի կդա, մեկ հատ կդա եւ այլն, որովհետեւ անանց Լորենցի օգնեց եւ ինքը մեջեն է, չգրծավ գտնել այն ուզածներս, անոնք որոնց անգակրված էին։ Հետո հազիվ կմտնեք առաջնորդարանի թրմեններս եւ քեղեցիկ առաջնորդարանը է Բարդեսով հարագիչ շենքերով եւ այլն, աչին ստենյակն է, առանցին ստենյակն է, ու ագի մուտքի աչին, ուր դժբախտաբար նետված են հազարավոր էջեր եւ բادرون ալգան թարաններ։ Այդ թարաններում կոնը երևցած մասհավներու համար պետք է լեռնակնացի նման մակլցիլ, որովհետեւ նայից թե ինչ կա այդ ալոնց մեջ եւ իսկ ազգույթը անհնար է, որ գրնայի բեղել և գրնալ եթե այդ պնուրած թղթածրարները սոնգը կտնվեին։
ինչպես հաջող հստատեց ճիշտ հանքագործի դες դուրս գելեի այդ փոշիներուն սերծած բաներու մեջ եւ իսկապես բաց զգացի եւ հասարակության ընթացքին իրենց ստիլ որ ճիշտ է որ ասի առաջնորդարանի ակտիվներն են սակայն ասոն կպատեն ամբողջ ազգին եւ պետք է շատ կուրկուրանքով վարվել ասոնց հետ չեմ գիտեր թե ինչ եղան անգեյեք կալով բարեգործականի արխիվներում ըստեմ որ բարեգործականի արխիվները անգախ իրենց տեղական վարչություններու ժողովներու ադելակցություններեն թղթակցություններեն արխիվեն գլխավորապես 3 վայրերու մեջ կգտնվին մեկը Կահիրե, մյուսը Փարիզ Նուբարյան մատենատարան, բիբլիոթեք Նուբար, իսկ մյուսը Նյու Յորք։ Ես տեսած եմ Կահիրեինը եւ տեսած եմ Նյու Յորքինը։ Դե բիբլիոթեք Նուբար այցելած եմ, բայց ոնց կան բարեգործականի կենտրոնական վարչության ժողովներու ադելակցությունները մինչև 1940 կամ 40-ներու այդպես, որոնք չեմ տեսած։ Կահիրեի բարակային, Կահիրեի գետրոնը բարեգործական շենք մոնի, քիչ հնամենի, ոնք կա նաև անցնը, որ եւ բահագ է եւ ամենօրյա աշխատանքները կգադարե եւ ինձի բացին այն սենյակը, որ արխիվները կգտնվեն։ Բավականաչափ լավ շարված են, լավ դասավորված են, հարյուրավոր, հազարավոր վավերաթուղթեր կան այդ թղթածրարներում մեջ եւ բավական նյութ կա հատկապես հետ պատերազմյան 1918-ին երբ պատերազմը վերջացավ, որբերու վերաբերյալ, որբանոցներ, քաղաքականներու վերաբերյալ, սնունդի մատակարարում, հագուստեղենի առաքում, գոշիկ եւ այլն, այսպիսի նյութեր կան։ Օրինակի համար Հալեբի վերաբերյալ թղթածրարը կտա, որում մեջ կխոսվի Հալեբի մեջ գոյություն ունեցող 1915-1924 ավետարանական հովիվ պատվելի Ահարոն Շիրաջյանի հացար որբանոցին մասին շատ հետաքրքրական դերակցություններով, որոնք ցավ չեն գազե, որ մեկը օգտագործած է կամ եթե օգտագործած է, ես անդերյակ եմ։ Ալեքսանդրեցի Սանջակի մասին բավական դերակցություններ կան, անշուշտ իրեն մասնաճյուղերու մասին խոսին, բայց երբ մասնաճյուղերու մասին խոսին, արդեն քաղաքականներու մասին խոսին, իրենց գործընթացներու մասին խոսին, տնտեսական, գրթական, եկեղեցական, ընկերային բերելքի մասին խոսին, եւ այլն, ուսուցիչներու ամսականներ, ասոնքալ լավ արխիվներ են, սակայն այս սորբա խոսած նյութից մեջ գլխավորակուն երկու արխիվները մեկը Երուսաղեմի, այսինքն ասպարակային Ոսո պատրիարքության արխիվներն են, իսկ մյուսը Փելիոթեմի կամ Հալեբի առաջնորդության արխիվները, abonց վրա պիտի քիչ ավելի երկար պիտի ծանրանա։ Երուսաղեմի բարակային ըստեմ որ անոնք ունին 1913-ին 1916 եւ 1919-1922-ի Ոսո պատրիարքության արխիվները գրտնեն 1913-ին 16 եւ 19-ին 22 երեք տարիներով բաց մգա 16-ին 19-ին մինչեւ ինչու որովհետեւ Զավեն Բերգերյան պատրիարքը որ բնիկ միջակետքն էր աթսորվեցավ Օսմանյան գայսրության կողմէ 1916-ին ուրեմն պատրիարքությունն ծևորմա անկոր ձեր, կոծված էր եւ այլն արխիվ չի կա։ Երբ պատերազմը վերջացավ մարտ 4 1919-ին դերադարձավ Զավեն Բերգերյան պատրիարքը Բոլիս եւ առաջին հերթին ստեղծեց դերեկատու դիվանը, որովհետեւ հավաքեն այն բոլոր դերեկությունները, որոնք վերաբերին ցեղասպանության, ովքեր կորցրած են առաջին քիչ ավելի մանրամասն դիտվեցին, ինչ էր հայոց վիճակը, դեղահանությունները ինչպես կատարված էին, ուր էին որբերը արևանքված գիները, հետո թղթակցություններ, հարաբերություններ, օդարբերություններով հետ, Մինիստրիի հետ, մերձավոր արևելքի նվաստամատույցին հետ, ամերիկյան մեծ կազմակերպությունը, որ Գյումրիի մեջ այն ժամանակ Ալեքսանդրոպոլ 1920-1925 25,000 որբանոց ուներ։
նույնիսկ Սովետի առաջին խորհրդային միության առաջին տարիներում թույլ տրված էր, որ այդ որբանոց իրենք շարունակեին պահել։ Շատ կարևոր հաստատություն է գազམ་ագերբությունը մեր ամերիկյան։ Ուրեմն, երբ 1922-ին քեմալական ուժերը գմոտենային Որսո, Զավեն Բերիայյան պատրիարքը խոհեմություն ունեցած է արխիվները ազատագրելու պահպանելու։ Ինչը է զանոն կրգած է Մանչեսթեր Հայր Գրիգորիս Բալաքյանի մոտ, որ կողքոտա, հայոց կողքոտա կամ մոտավորապես այդպիսի բերնակրով Կիրկմոնի և Պիտեր Բալաքյանն օգտագործադատի իր ասկականն է։ Երբ Հայր Գրիգորիս Բալաքյան 1927-ին Մարսիլիո առաջնորդ կնշանակվի կամ կընտրվի, ուրեմն այս արխիվն 24 դուփ հետը կդանի Մարսիլիա և 1938-ին 11 տարիները կհանձնե Երուսաղեմի պատրիարքության և այն ժամանակվա պատրիարքն էր Թորկոմ Կուշակյանը, որ Ադենին 1919-19 Փորսայդի վրանակահակի ժամանակ Եգիպտոսի առաջնորդ էր և լավագույն պատրիարքներն մեկ եղած է Երուսաղեմի։ Ուրեմն 1938-ին ի վեր այս արխիվը կգտնվի Երուսաղեմի մեջ։ Ինչ է գաղթությունը այս արխիվներում։ Ըստեմ, որ շուրջ 20,000 էջ թուղթ կա, վավերաթուղթ կա այս արխիվներում մեջ, դուպերու մեջ տրված 300-ին 500 էջ և այլն և այլն։ Սակայն ցած միան մեկ-երկու հոգի գրծած է օգտագործել զանոթ, դժբախտաբար։ Մեկը Վահագն Դադրյանն էր, որում ուսումնասիրությունը հիմնված մեկ կարևոր մասին վրա, այդ արխիվներում, լույս տեսավ Յեյլ համալսարանի միջազգային օրենսդրության համտեսի մեջ և անգե առաջ 50 տարի առաջ, մեզ 50 տարի առաջ, Հայր Գրիգոր Քերքերյան, որ Գրիգեր ծածկանող իրանցվեր, անալ օգտագործած է այս արխիվը։ Իսկ Թաներ Ակչյան և Վահագն Դադրյան վերջերս ասկեր մեկ կամ երկու տարի առաջ միասնաբար ցեղասպան ոժժակորձ պատասխանելու դատավարության վերաբերյալ քիրքը հրատարակեցին, առավելաբար հիմնված այս արխիվներում մանավանդ Թաքվիլի Մեկբեկայի պաշտոնաթերթին գազետին վրա, որոնք օր-օրին կդերեկագրեին այդ սղափությունները, ով ինչը սավ, ով թաբլեցավ անունները և այլն և այլն։ Ուրեմն և առաջին անգամ այս արխիվներում մասին մեզի իրազեկ դարձուց պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը 1978-ին հրատարակած The Armenian Holocaust, a bibliography relating to the deportations, massacres and dispersion of the Armenian people 1919-1923 Boston կամ Cambridge հրատարակված։ Ինչ է վիճակը այս արխիվներում և ինչ կա այս արխիվներում մեջ։ Ամփոփ ասեմ, նախ գրքնօրինակը համված են այս արխիվներում, եթե չեմ սխալիր մանրաժապավենի ջախարակներու վրա, մանրաժապավենի ջախարակներ պետք է թարգմանենք microfilm rolls, microfilm մանրաժապավեններու վրա։ Հետաքրքրվեցա, իմացա, որ Զորյան հաստատությունը, որում եթրանոդավին այժմ Կանադա է, ունի օրինակնը, սակայն ինձի բացասական պատասխան տրվեցավ, ասկի ամիսն առաջ ստուգեցի, որ իրենք ըրած են 1980-ին, բայց չեմ գիտեր ինչ պատճառով երևի ձևոմը կանի կբահեն, հուսամ սխալ եմ ես և իրենք ճիշտ որ չունին։ Բայց երկու դարբեր տեղերը իմացած են, որ գրքնօրինակները համված են արխիվներում և Զորյանը պետք է ունենա իր օրինակը, այդ ջախարակներու հավաքածոն։ Ինչ կան ասոնց մեջ, պատրիարքության արխիվներում մեջ, Բոսո պատրիարքության արխիվներում մեջ, որոնք կգտնվին Երուսաղեմ։ Նախ 10-րդ դարին գսկսին, ճիշտ է որ 13-ին 16 թվականը, բայց բավական նյութեր կան հայկական հարցին վերաբերյալ 1890-ական թվականներու աչքերուն վերաբերյալ։ Հետո գա մասնը
արևելյան նահանգներով, այսպես կոչված հայկական նահանգներով մեջ գտնվող հայոց վիճակի մասին, հալածանքներ, բռնապարումներ, բռնաքրավումներ եւ այլն եւ այլն։ Ապա կան կարևոր փաստաթուղթեր հայկական նահանգներու բարեկարգություններու մասին։ Մենք գիտենք, որ պատերազմը չսկսած երկու մասի բաժանված էին այդ նահանգները եւ երկու եվրոպացիներ իբրև գարավարիչ դրված էին անոնց վրա, սակայն պատերազմը վրա հասնելով այդ ծրագիրը չիրականացավ, բայց մանրամասնություններ կան այս բարեկարգության մասին։ Հետո կան շատ նյութեր հայ քաղաքականներու վրա կան մասին ականատեսի վկայություններ եւ այլն, օրինակ համար կարևոր թուղթեր կան Դամասկոսի մեջ հավաքված վերաբրողներու մասին, վերաբրողներ, որոնք տեղեկատվներ գրած են իրենց մասին Բոսո Պատրիարքության ադենին, ադերգատվական թիվանին դիսկուսիան մեջ։ Հետո կան թղթակցություններ Սահակ երկրորդ Խաբայան Գիլիո Գաթոյգոսի եւ Ջեմալ Փաշայի միջև։ Սահակ Խաբայան Գաթոյգոս 1903-ին Գաթոյգոս օզվեցավ եւ գարձեն վարչանցավ 1945 կամ 39-ին այդպես եւ Գաթոյգոս ավերագած ինձիկը գոչե, որովհետեւ հայ ժողովրդի պատմության ամենաթժնտակ օրերուն էր, որ ինքը քահագալեց։ 1915-ի աշնան Օսմանյան կառավարության հրահանգով ինքը ակտորվեցավ Երուսաղեմ եւ Օսմանյան կառավարությունը չերյալ նկատեց 1863 ազգային սահմանադրությունը եւ նոր կանոնակիրը բարդացրեց Սահակ Բեհապարին դալով Գաթոյգոս Պատրիարք Օսմանյան կայսրության։ Անշուշտ դա թեմ է հայ եկեղեցու կանոնակրության, բայց ինքը ջարդուներ ուզեր պիտի ընդուներ այս նոր կարգադրությունը, սակայն արիտեն օգտվելով նաև Ջեմալ Փաշայի հետ բավական արիտներով կտեսակցեր, կթղթակցեր եւ կխնդրեր անգե որ միան վարվեին հայ դարակյալներուն հետ, գործ հայտայտեին եւ այլն եւ այլն։ Բավական թղթակցություններ կան այս մասին։ Հետո պատերազմին հետ նաև կան դարբեր նահանգներեն գրգված դերակիրներ, մանրամասնություններ եւ այս բաժինը կգործեն, որ ամենակարևոր բաժինն է ցեղասպանության, որովհետեւ իսկապես ինչեր անցան, ինչ տեսան, ինչ փորձառություններ ունեցան, ականատեսի վկայություններ, դարաբանքներ, արևանքներ, բոլոր մանրամասնություններով կգտնվին այս բաժնի մեջ։ Գա մասը դժվարաբար այս բարերարություններում, որ գխոսի այս մասը գխոսի թավաջաններու մասին, հայ թավաջաններ, որոնք գործակցած են Օսմանյան կայսրության հետ, կառավարության հետ, անոնք է որ Երևան հանած են, թե որ մտավորական ուղղը գտնվի իրենց հասցեները, նյութը որ հայերեն անգլերենով թաբու է, մեզի համար չենք խոսի, շատ չենք գիտեր, որ այսպիսի թավաջաններ գտնված են, բայց գտնված են նաև հայեր, որոնք կին ծախած են, մանուկ ծախած են, գործակցած են եւ այլն։ Այսպիսի վավերաթուղթեր ալգան պատրիարքյան արխիվներում մեջ։ Հետո կան ցանգերը, մանրամասն ցանգեր այն թահիջներում, ոժակոզներուն գլխավոր կամ երկրորդական, որոնք ուղղակի ցերնարգեցին եւ գործադրեցին այս խշտժությունները, հայոց ցեղասպանությունները, մեծ ցանկեր կան, նաև Արարայի ճակատամարտի մասին տեղեկություններ կան, Արարան Բաղեստինի մեջ բլուրն է, որ սեպտեմբեր 19 1918-ին հայկական լեգիոնը հատկապես, բայց այնալին բակավին արևելյան լեգիոն գոչվեր, մեծ սխրանքովը գրավեց այդ բլուրը և այդպես դեր, որ Բաղեստինը դրի պացվեցավ տաշնագիստներուն արջև, հետո կացին Սուրիա, Լիբանան, Սուրիա, մինչև Գիրիկիա, ಅದೊಂದು մասին ակնան տեղեկություններ, հայ ասկային պատվիրակության մասին գտնենք մոն տեղեկություններ, ինչպես նաև հայ ասկային
ժողովին, արի National Assembly-ի ժողովներու ադենակությունները, վիճականությունները եւ այն ամբողջ քաղաքականներու, վերապրողներու, արևանկվա իսլամացած գիներու, մանուներու եւ հայտարարին կամ հայկական հարցին ավելի ճիշտ վերաբերյալ նյութեր են։ Հետաքրքրական են այս վավերաթուղթերը այն իմաստով, որ գիմանան, թե ինչպես այդ ժամանակվա ղեկավարությունը կմտածեր հայկական հարցի մասին, ինչ մոտեցումներ իրենց առջև եղած, ասենք թե ընդրանքները եւ այլն եւ այլն։ Հետո կարևոր է նաև գտնալ, որ ինչպես հիշեցի, Արտակվինի վեկայի այդ պաշտոնական բանը կա, ասենք թե բարբերաթերթը կա, այդ բادرազմի որոշակոչներու թափման վերաբերյալ։ Այսքան Բոսո բادرյալության մասին, որոնք կգտնվին Երուսաղեմի բادرյալության մեջ։ Նշեմ, որ ընդհանրապես Երուսաղեմի բادرյալությունը 5 միլիոն ավելի վավերաթուղթ ունի, ասի ամեն անկախ է ցեղասպանության վերաբերյալ Բոսո բادرյալության արխիվները անկախ 5 միլիոն։ Իրենց արխիվները գրնանք օգտագործել այսին Երուսաղեմի բادرյալության արխիվները եւ ելնալով մինչեւ 1840, սակայն անգլիը չեն գնալ։ Պատասխանը ինչ է, որովհետեւ մարդուց չկա, որովհետեւ դրամ չկա եւ այլպես անքնամ վիճակի մեջ ցկված է։ Այս մասին գոհոսին Թասաղոսյանից վերջավորության։ Գանցնիկ Բեյրութ ակաբել ճիշտ անտիլյաս գինիգարատարոսության։ Ինչպես սիսար վեհապարը 1915-ի աշնան ակսորվեցավ Երուսաղեմ, դարբեր առաջնորդներ ու Ֆայե, Անտավե եւ այլն դարձնվեցան, ոմանք զոհկացին, ոմանք վերաբերեցան, կամանաներու գործունեություն եւ այլն, այնպես որ Կիլիգիո Կաթողիկոսյան արխիվները ունին նյութեր, բայց ոչ անգամ որքան մենք պիտի ակնկալեինք, որ ունենային անոն, նշված պատճառով, քանի որ դարձնվեցա Սիսը գոյություն չուներ այլևս կաթողիկոսություն, վեհապարը Երուսաղեմի մեջ էր եւ այլն։ Սակայն Կոնգան հետաքրքրական է գտնել, հետաքրքիր է գտնել, որ վեհապարը 9 դեդրակներու մեջ իր բոլոր թղթակցություններուն, ներկայքիններուն բաժենները բաց է։ Գիտեք, ինչ ժամանակ գրել ստիմայել գային դեդրակներ, որոնք գրել նամակը, բայց երևը փակախոս մգա եւ կոպի տեխնոլոգիա գերել։ Այդպես է, ես տեսած եմ ատում, երկու արիվներով Անտիլիաս կացած եմ, 1994-ին Երջանկայի շատակ Քարեքին Եգրոս Սարգսյան վեհապարի ատեմ, որ հետաքային Քարեքին առաջին ամենայնայոց եղավ, եւ այն ժամանակ հետաքննուց Մուսալվերն է, հիմայալ է, Սանջակի, Իսկենդերոնի Սանջակի վերաբերյալ 3 թղթածրարներ կային հաստ, եւ ինքը անցամբ, գնաց ներսեն ինքը անցամբ վերավ, մարջելս դրավ, լավ սրահներ դրավ, օթափոխիչով, air-conditioning-ով եւ այլն եւ քաչալերեց զիս։ Երկրորդ անգամ 2001-ին էր որկացի, այն ժամանակ բարոն Գրիգոր Շահինյանն էր արխիվներում պատասխանատուն եւ քաղաքալով վեհապարը այժմ վեհապար Արամ առաջին վեհապարն է, ուրեմն Արամ վեհապարի բարեհաճ արձանությամբ բարոն Գրիգոր Շահինյանին զիբեդավես օգտագար ունեցավ, այս դեդրակները ավելի մանրամասնորեն աչքի անցուցից տական դժբախտ ապա, որովհետև կոպի են, դժնորինակ շատերը անինտերնելի են, դժբախտ ապա։ Բայց կան նաև այլ վավերաթուղթեր, այլ թղթածրարներ, օրինակ թղթածրարը միան Հալևի գվարկանի, թղթածրարը կա միան Դամասկոսի վերաբերյալ, կա թղթածրարը Հոմսի եւ Համայի վերաբերյալ։ Քիչ են, բայց բոլորը կողքովի դերելով պատկերը ավելի հստականա մեզի համար։ Իբրե պատմապանի երբեմն մեկ դողը փամագորուսավոր է, կամ գորուսապան է, որ ուրիշ եղ չէին կդար։ Այն իմաստով, որ փամը չգա, որ անգարևոր է։ Նույնիսկ եթե ձավալով կամ քանավով փոքր են անոնք։ Անցնիմ Հալեբ, որ երկրորդ գլխավոր բանն է, կարևոր արխիվն է։ Հալեբ
2000-ին այժմ առաջնորդ դեր Մուշել arczepiskopos Martirosyan-ի բարեհաճ հանձնարարականով եւ իմ խնդրանքովս, գրավոր խնդրանքովս այն օրվա պերիոդի առաջնորդ Սուրեն arczepiskopos Կատարոյանը ընդունեց իմ խնդրանքս, որովհետեւ հալեբ երթայի եւ առաջնորդարանի արխիվները քննեի։ Եվ իսկապես հուլիս 1-ին հոն էի արդեն առաջնորդ հայրը ինձ ստացել առավոտյան ժամը 8-ին, ինքը այդ օր պիտի մեկներ հյուսիս արևելյան Սուրյո հայկական իր զուգերում այցելություն պիտի դար, Կամիշլի եւ այլն, բայց անպայման կսպասվեր, որ ես երթայի ծանոթանար ինձի եւ բոլոր պայմանները ընձեռներ ինձի։ Ուրեմն ինձի դդին իրենց ժողովասրահը նորեն օտապողիչով հալեբ անդանելի դակերը ժամանակ մարդիկ երթիկները, դանիքները կվարգեին այդ ժամանակ նույնիսկ չէին գնորվարգել գիտեմ, երբ խոսակցությունները ամբողջ չգրծավարգել ադեր, բայց ինձի օտապողիչով սենյակ դրին ինչ-որ մեծ հարկանք էր և մեծ բատի, որ համարալ շնորհակալություն սայտնեցի և հրապարակողալ կհայտնեմ։ Ես անցամ արխիվի սենյակը չմտա, սակայն իրենք ինձի դվին ցանկը բոլոր իրենց թղթածրարներում եւ ինչ որ թղթածրար ուզեցի 50, 60, 70 թղթածրար ուզեցի, որոնք հետաքրքրեն ինձ, բոլորն ալ բերվեցան։ Այսինքն չսպեցա, որ ասի կրնաս կամ անի չես կրնար։ Ըստեմ, որ այս թղթածրարները ըստ ածանքերուն բաժնված են թարաններու մեջ, թարաններ, թարան այր, թարան տեն, թարան կին և այլն և այլն։ Ուրեմն թարան նախ ասեմ, որ պերիոդի առաջնորդարանի արխիվը անթեղված քաղնիկ մնի, այսինքն գրագոն է, գա մոխիր, այդ չենք տեսնել դագը ինչ կա, չենք ալքիդեր ընդանավես տեք ինչ կա, և իբրև այդպիսին անփոխարենելի կանցմն է։ Դժբախտաբար պետք եղածին մեզ կամ նույնիսկ քիչ չափով չենք օգտագործած։ Առաջին թարանը գսե զանազան թղթակցություններ, Կիվանադան եկող Թուրսեն նամաններ, երկրորդ կամ երրորդ ավելի ճիշտ ինձ համար կարևորներու մասին անդրադառնամ, երրորդ թարանը թղթակցություններ գրոնական խորհրդի վերաբերյալ եւ ստացված նամակներ Սուրյո եւ Լիբանանի զանազան շրջաններեն, զանազան եկեղեցիներեն եկած։ Ասում ընդհանրապես 1918, 1922, 24 այդ ժամանակաշրջանին կվերաբերին, հետո չորրորդ թարանը, չորրորդ սեքշնը թարանը կվերաբերի ազգային քաղաքական եւ կամ քաղաքային եւ նահանգային չէ ներքին կավարային ժողովներում դարձյալ 1918-ին 1924 երկարող ժամանակաշրջանին վերաբերող։ Ամենակարևոր թարանը 6-րդ թարանն է, ուր քոնե 52 թղթածրար կա, եւ ասում կալ ընդհանրապես թղթակցություններ են, ընդհանրապես եկած հայ ազգային միութեն են։ Հայ ազգային միություններ գոյություն ունեին պատերազմին առաջանակ Միացյալ Նահանգներու մեջ հայ ազգային միություն, սակայն պատերազմին անմիջապես յետ դարբեր շրջաններու մեջ, մանավանդ միջին արևելքի մեջ ազգային միություններ կազմվեցան, բոլոր կուսակցություններով, խմբակցություններով, մեկդեղումով, որպեսզի հայտարարը առաջ քշվի, ինչպես նաև գարիկները հոգացվի վերաբրողներում։ Այս թղթածրարները հոն հալեբի մեջ կգոչվին հայ ազգային խորհուրդ, որ սխալ է, պետք է լա հայ ազգային միություն, որովհետև բոլոր իրենց նամակներու վերտարությունները letterhead stationները բոլորը հայ ազգային միություն եւ դա գնալ
իբրև հայ ազգային միության ադենավետ, ադենատվիր եւ այլն կկրվի։ Ուրեմն ազգային ժողովուրդի եւ պետք է ազգային միություն ունենան։ Հոնգան ամեն տեսակի նյութեր եւ թվեմ թե ինչ են այդ նյութերը։ Քարտագաններ ռետուրս, քարտագայանները եւ քարտագայանները ներստորության նախքին Օսմանյան զինանոցը վերածվեցավ քարտագայանի, մինչև այդ քարտագաններու մեծ մասը վերադարձան Գիլիկիա, որբեր եւ որբանոցներ, գիներու եւ մանուկներու, քերեվարված գիներու եւ մանուկներու ազատագրման վերաբերյալ նյութեր։ Փետրվար 28-1915-ին չարտ նկատառվեցավ արաբ ոստիկաններու եւ այլ իսլամներու կողմէ հայ քարտագաններու վրա, որովհետեւ ասում թելադրված էին CUP Committee of Union and Progress հարաշտինություն եւ միություն եւ հարաշտինություն երիտուրքերու գազագերության կողմէ, որոնք դակավին դրդեսներ կորձիչներ ունեին այնտեղ եւ հրահրեին արաբները, իսլամները, որովհետեւ թեմ գնան ֆրանսիական քաղաքացիության, ինչպես նաեւ հայոց, որոնք նկատվեին իբրև կորձիկը կամ հովանավորյալները այս քաղաքացիական ֆրանսիական ներկայության։ Ուրեմն չարտ նկատվեցավ 4 ստեղծածրար կա երկու քնների մանրամասն այս խեղճտվություններն ով ինչ աղանջ գործունեություն է, մարդ գործունեություն է, սպանված է, ինչ ծերով նկարագրությունը, բիզնեսները իրենց գործերը ով հնիզված է, որքան ազատած է, ինչ կարժեն, հետո ինչպես արաբ հայ եւ խոսությունը ստեղծված է անգլիացիներու հովանավորության տակ, դակավին ֆրանսիացիները չէին ստանցնած Սուրիանի բանանը, հետո որ ստանցնեցին, այսպիսի բազմադեսակ նյութեր կան այս չարտի մասին, որի մասին մենք շատ բան չենք գիտեր մինչև հիմա։ Բայց ցեղասպանության շարունակությունն է մասամբ ձևով անշուշտ։ Հետո հարաբերություններ, օդար վերություններով հետ անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, օդար փարիսիական գազագերություններով հետ նախ ամերիկյան American Red Cross, հետո Լիլիս Չիլիֆը, մերձավոր արևելքի նվաստամատույցը, ֆրանսիական գազագերություններով հետ եւ այլն շատ թղթակցություններ կան եւ երբ թղթակցությունները ասեն շատ մանրամասնություններով վիճակներու մասին, իրավունքներու մասին, ասկականներ, իրենց ասկականները փնտրտուքի մասին եւ այլն։ Հետո հետաքրքիր է որ հայերը անմիջապես որ հավաքված են Հալեբ կամ Դամասկոս կամ Հալեբ վերածնունդի շարժումը սկսած է թերթրադարակած են օրինակ Դարակիր անունով թերթը Դարակիր հայցային անունով եւ այլն հետո համտեսներ կազմակերպված են գտեսնենք որ Պաշտել Գանաչյանը մեծանոթ որ երկհամտեսներ ու դարձեն 1919-18-ի վերջավորության 19-ին ասում մարդիկ են որ նոր ցեղասպանության քոնի այդ շրջանի մեջ ազատագրված են հետո համտեսներու տոմսակներ հայտարարություններ թատերախումբեր դեսակի այսպիսի աշխատանքներ գործունեություններ ունեցած են անմիջապես հետ որոնք մասին դերակցություն չունենք դերակցություն դժբախտաբար հետո գամ նաև հայրենակցական միություններու մասին քոնի 45 հայրենակցական միություն կազմված է Հալեբի Սուրիոն Դամասկոսի բայց մանավանդ Հալեբի մեջ այնտեղ Խարպերտե Գեստարիայե Դիքրանագերդե Ուրֆայե եւ ասում կհետաքրքրվեին իրենց շրջանային քարտագաններու վերաբերողներու մասին եւ առաջնորդարան հայաստանի միությունը ֆրանսիական կառավարությունը անգլիական կառավարությունը իրենց ծերվոր գտիներ որովհետեւ ցանգերը դային անոնց որոնք վերաբրած էին եւ պիտի ասենք թե երթային Գիլիգիա ասեմ որովհետեւ բոլորը գիլիգեցիներ չեն դեռ այլ խարպերցի էին գեստարացի էին կամ արևելյան նահանգներու հայեր էին որոնք տարավին որոնց տակավին թույլ չէր դրված որովհետեւ երթային իրենց տեղերը վտանգի պատճառով այսինքն տակավին չէին խաղաղացածները եւ ենթալավ իրլային նորանոր չարտերով եւ հալածանքներով այնպես որ շատերը բայց արտոնվեցան երթալ Գիլիգիա կացին Գիլիգիա
Հետո գամ գազմագործավ միջքավարային միությունը, բոլոր հայրենակցական միություններով, ասենք Հովանոց ամփոփանի եղող գազմագերությունը, որ գտասավորեր ըստ բոլորին աշխատանքները եւ գործակցեր առաջնորդարանին հետ, հայ ազգային միության հետ եւ այլն։ Հոն գան եւ ստանցեզի դերակցեն շատ ցանկեր դերավորներու ժանազան շրջաններ են։ Օրինակի համար թղթաձրար 47 թարամբեցի մեջ երկու լրիվ ցանկա Urfaien դերավորներու մասին, օրինակի համար։ Հետո գան ցանկ, Կոնյակ, Աքսարայ, Նևշեհիր, Կարաման, Էրեյլի, Սպարտա, Յոսկատ, Աֆյոն-Կարայստան, Նիդե, Մարզվան, Սամսոն, Չորում, գաչմաններ նույնիսկ չենք լսած ատերևս։ Հետո գան այլ քաղաքականած խումբեր եւ կարժե ասոնց նայել եթե ձեր ասկականները կփնտրեք, գամուզեք դերությունը ստանալուց մասին, բայց այս ցանկերը պետք է օգտագործվին միադեղ ֆրանսիական արխիվներում հետ, ժամանակին այդ արխիվները քեդորսե կգտնվեն, ես երկու արիվներով ավելի եկան երկու արիվ, բայց երկու արիվներով Ֆրանսիայի արտաքին գործոս նախարարության արխիվները կացած եւ բդածեմ, նախ կգտնվեն քեդորսե, այսինքն արտաքին գործոս նախարարության մեջ, Փարիզ, հետո ալon փոխադրվեցան Նանտ, Ֆրանսիան Նանտ, որ Փարիզեն քանի մժամ քնածով հարավ արևմուտք դեր քաղաքն է, հոնեն, եւ հոնալ կդա բազմաթիվ ցանկեր, գտնալնույն ցանկերն են, գտնալնալոր նման օրինակ ցանկերն են, բայց վստահաբար պետք է օգտագործվեն զուգահեռաբար, որովհետեւ մեր գիտությունը լա ամբողջական։ Շատն այս ցանկերում նաեւ բարոնագեն մարդոց զնթյան տվարանը, իրենց արհեստը, իրենց հարամբանությունը, այսինքն ասարքները ճիշտ է որ ցեղասպանության դերակցների սակայն մեր ազգի պատմությունն են միաժամանակ, մեր ընկերային պատմությունը, մշակութային պատմությունը, տնտեսական պատմությունը, այնպես որ ցեղասպանություն միայն դեր իմաստով պետք չէ առնվի, այլ ավելի լայն ունի մեջ պետք է դիտվի։ Ուզեմ մասնավորել երկու թղթաձրար Հալիբի առաջնորդարանի մեջ գտնվող, մեկը նորեն եւ օգտալ 6-րդ թարանին, թարանզա, մեկը 38-րդ թղթաձրարն է, որում վերնակիրն է դեդր արձանակության քաղաքականած անձնաժողովին 1915 մայիսին Հալեբ 52 էշնոց թղթաձրարն է, սահակ վեհապար երբ ամեն կողմը կսկսի լուրեր ստանալ, թե հայերը կդարակրվին, կսպանվին եւ այլն, անմիջապես Հալեբ գերտա, դակավին Երուսաղեմ չակցորված եւ հոն ազգային առաջնորդարանի մեջ հատուկ հանձնաժողովը կգոյացնե Հարություն Քահանա Եսայանի, որ վարչակետ քահանան էր նախագահության տակ, որովհետեւ ժամանող Հալեբ ժամանող քաղաքականներուն հոգերով սպառին։ Դուն, ջաշ, հակուստերեն, օջար, եթե մուրացկաններ կան մեջ են անմիջապես մուրացկանությունը վերցնել, եթե անկորայականությունը սկսած է մեջերին անմիջապես առաջ կառնելատոր եւ այն որ կտրվին դարել Հալեբեն իրենք ներքին ակտորի ենթարկել եւ ասնասնաժողովը բավական դժվարություններ ունեցավ մինչեւ 1917-ի սկիզբները գործեց թեև երկարով դգարացած բայց մայիս, հունիս, հուլիս 1915-ի ամիսներում վերաբերյալ շատ մանրամասն ժողովներու ատենակություններ կան եւ շատ հետաքրքրական այս ուղղությամբ ես հոդված մկրած եմ եւ Journal of the Society for Armenian Studies-ի վրգեցի ուսամ մասին քանի ամսվա մեջ լույս կտեսնի իսկ երկրորդ թղթաձրարը որ գալ ունի այս թղթաձրարի երևույթին հետ ան է թիվ 41-ը որ 42 չէ վերնակիրն է, խորակիրն է, դերեգակիր, հաշիր և ցուցակագրություն Հալեբու շրջակա վայրերու հայ քաղաքականներու 1915 մայիս 5-ից 18-ը, որովհետև 13 օրվա տարբերություն մգային և նորդոմանին միջև Հալեբ։ Ասոնք կբարունակեն 7000 ավելի անձերու ցանկեր որոնք 16 շրջաններ է գիրիգյոն մեջ գտնվող 16 շրջանները
արակված են Հալեբ, Հալեբենը դարդրնված են ստուժյո դարնազան դերերը, Մահարատ Նաման, Էտգե, Բաբ, Ժիշտ Շուղուր եւ այլն, ով եւ ուր ժամանած է իրենց անուններով, կոնե դան գլխավորին ասենք թե եթե հայրն հորանով եւ ընտանիքի անդամները կանոք են։ Մանրամասն 7200 հոգի էր գարձեմ աստիպը, գաժե նայել աստոնց։ Հետաքրքիրը այն է եւ կարևորը որ այս երկու թղթածրարներն են միայն այն որ ես տեսա, որոնք վերաբերեն անմիջական 1915-ին եւ շատ կարևոր լուսաբանություններ ընձայեն մեզի եւ կամփոփչացնեն մեր ունեցած դերեկությունները։ Հիմա որքան ժամանակ ունի ներողություն, որքան խոսացա։ Լավ, եթե չցանցած շատ ագիչ ակնարկ ունեցեմ մնացյալ արխիվներում մասին շատ ագիչ եւ եզրակացնեմ։ Ինչպես ասի, միջին արևելքի մեջ գտնվող հայկական արխիվները միակ արխիվները չեն հայոց սեղահարության վերաբերյալ, նաեւ պետք է նայել այլուր։ Դագավին չենք գիտեր թե Վիեննայի եւ Վենետիկի արխիվներում մեջ ինչ կան։ Ես տեսած եմ Վենետիկի մխիթարյաններու բարակային օրինակ թղթածրարներ, որոնք վերաբերին Հայաստանի Հանրապետության, վերաբերին հայկական հարցին, վերաբերին քաղաքականներուն եւ այլն։ Տեսած եմ, բայց չեմ բրդած ամենին։ Վենետիկ չեմ գիտեր։ Փարիզի մեջ Նուվարյան պատենադարան Արամ Անդոնյանի թղթածրարը կա, որ բազմահարյուր, եթե ոչ բազմահազար թղթածրարներ, վավերաթուղթեր, փաստաթուղթեր, Արամ Անդոնյան այն անձն էր, որ անմիջապես որ պատերազմը վերջացավ, սկսավ հավաքել ագադանեսի վկայություններ, վավերաթուղթեր եւ այլն հետրակիրներ, որոնք Թալատ-Փաշան գրգած էր դարբեր նահանգներու կառավարիչներուն եւ այս զինվորականներուն, որպեսզի չարտերը անունեին հսկեին չարտերով եւ այլն։ Եվ Ռեմոն Քևորքյանը իր 1000 չէ ավելի գոտորական գործի մեջ ֆրանսերենով նախ հետո անգլերեն թարգմանությամբ History of the Armenian, the complete history of the Armenian side շատ օգտագործած է այս Անդոնյանի արխիվները։ Ռեմոն Քևորքյանը Նուվարյան Մադինատերերի երկարամյա պատասխանատու բարիշներ հիմա կարծեմ հրաժարած ինձին կահանգստյան ոչված է եւ ուրիշի երդասարդ անցմգվար է Նուվարյան Մադինատարանը։ Հոնգան նայ ինչպես բարեգործականի արխիվը։ Քան Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներ Նյու Յորքի մեջ բարեգործականի արխիվը հոյակապ արխիվն է, որ նախ կգտնվեր Փարիզյան փոխադրված էր եւ ես արիթ ունեցա երթալու տարիներ առաջ եւ բրդելու։ Հետաքրքրական թղթածրարներն մեկը 1935 պատկան։ Ինչու ասեմ 1930, որովհետեւ Արդի Թուրքիան, հանրապետական Թուրքիան գտնե թե իրենք կորչունին, անցային հետ Ալի Օսմանյան կառավարության ժամանակ եղավ, իրենք հանրապետություն են, դարբեր են, մտայնությամբ եւ այլն։ Սխալ է եւ սուտ է, որովհետեւ գիտենք, որ 1922-24, այսինքն Գայսուտենե հանրապետություն անցման շրջանին, հետո մանավանդ 1928-30, այսինքն հանրապետությունը հաստատված էր արդեն 1923-ին հաստատվեցավ Հողդենտերին հանրապետությունը, 28-30-ին հանրապետությունը բռնի դեղահանրավ հայոց մնացորդածը ներքին քաղաքները, Խարպեր, Մալաթիա, Ալու, Դիպրանագեր եւ այլն, անոնք որոնք կարգուցի են 1924-ին որ կդարվեցան եւ Կամիշլի գոմերը գրգեցան, Գարնուժը եթե գիտեք Ուրֆայի մոտ գյուղն էր։ Շատ կարևոր թղթածրարն է, հաստ թղթածրարն է, որ տակավի մեկը չէ նայել այս թղթածրարին, իմիջի այլոց կսեմ, իմիջի այլոց նորություն մսելու համար իդարտերություն մյուսներ են։ Հետո գան հայ համապարական տաշնակության և հայ օգնության միության արխիվը։ Հայ օգնության միությունը 1919-ին է, որ Միացյալ Նահանգներու մեջ արևելյան շրջանում հիմնվեցավ, նախ Հայգադիր Խաչեր, հետո փոխվեցավ, որպես գարձեմ ARC-ին, American Red Cross-ին ներչիշկոտվի սելով, հայ օգնության միություն Armenian Relief Society վերածվեցավ դայմերի հետ։ 1982-ին
երբ մեկնեցա Բոստոն եւ Նյու Յորք եւ Վաշինգտոն DC ուսումնասիրություններ կատարելու իմ դոկտորական ավարտաճանի սանալ անշուշտ հանդիպեցա նաեւ հայրենիքի շենք, որ այն ժամանակ կգտնվեր Բոստոն քաղաքի մեջ։ Հետո ծախեցին եւ կացին Watertown, հիմնեցին նոր շենքը եւ հոն է որ կգտնվի Տաշնավյան արխիվը, հայօգնության միության արխիվը, բայց երբ սկացի ազանարություն երկուքին, այդ արխիվը կգտնվեր հայրենիքի շենքի մեջ, հին շենք, մասնապլկված եւ այլն։ Հայրենիքի խմբակիրը Մինաս Տերոբյանն էր այն ժամանակ, իսկ Տաշնավության արխիվի պատասխանում Ժիրայր Լիբարիդյանն էր, որ այժմ ուսակցության հետ կապ չունի, որքան որ գիտեմ, բայց ստիրահոժար արխիվը ինձ իբացավ, Տաշնավության արխիվը 1890 թվականին մինչև 1940 նայեցա արխիվներուն ամեն որոնք կվերապերեին Մուսալերան ընդհանրապես, քան որ ավարտաճարս Մուսալերան մասին դիրլար, բայց երբ գտես շատ բաներ գտես անշուշտ, մինչև 1940 Ադոնց նայեցա եւ բոլորը ինչ որ բերք ունեի գրծա ֆոտոկոպիներ։ Եվ ուրեմն հետո գա նաեւ հայ ասկային բادرաբության արխիվի մասի ներազագանից մեջ մինչև 1970 ադոնք կգտնվեին Փարիզին ու Բարյան մատենատարանի մեջ 1970-ին անոնց մանրաժապավենները մայկրոֆիլմները գրածեն օրինակները գրած են Հայաստան խորհրդային միության այն ժամանակ խորհրդային Հայաստանի pedagogan arxivin 20-25,000 eçi avili doküment, Oğuzlular Paşa'yı ekalarız ad arxivleri. Եվ սակայն իմաստություն ունեցածեն մայկրոֆիլմերը երկու տեղ տնելու, մեկը Վարյան մատենադարանը գտնվի, մյուսը Փարեգործականի Նյու Յորքի կենտրոնի մեջ, որոնք ես օգտագործած են, եւ հսկայական դեպքը վերաբերողներու մասին, չարտերու մասին, հայկական լեգիոնի մասին, Գիլիգիո աղետի մասին, Գիլիգիոյեն արդակ Գիլիգիային արդակ հաղթի մասին եւ հազարավոր վեճեր հոնական։ Տերևս ուրիշ դարավին չեն գիտեր թե մյուս կուսակցությունները ինչ ունին, մյուս կուսակցությունները ինչ ունին, օրինակ համար հնչակյաններում քանիսը ստացուցած են Մուսալերան մասին, մեկը դերյակ չէ, վերջերս իմացա անցյալ տարի, որ դոկտոր Եղիկ Գարդեն Ջերեջյանն է, սկսած է հավաքել հնչակյան ուսակցության արխիվը եւ մոտ է գտնվել 4 բادرատուղ Մուսալերան վերաբերյալ, բայց ես Եվրոպայի մեջ ուրիշ դեմ Մուսալերան հնչակյան ուսակցության ժողովներով ատենակությունները կրտած են, երեք կրտածրար եւ իրենք լուրջունի որ ադամ կոյություն ունի։ Ուրան լավարները դարձյալ չեն գիրել։ Այսինքն մեր օգտագործածը մինչեւ նա սարսագույտին երևցած մասն է։ Դժբախտաբար 100 տարի անցած է գողովի հայոյանյակ եւ այլն։ Պետք է այս բոլոր բավերաթուղթերը թվայնացվին։ Այսինքն դիջիտալիզ դնան, արտիրական մեթոդներով որտեսի բախտին։ Թուղթերը կպեջանան, հիմակվա որակով թուղթեր չեն, SDT խնդիր կա, լույսի խնդիր կա, խոնավության խնդիր կա եւ այլն։ Հետո, այս արխիվները գրնան իրենց տեղերը բախտին, բայց անպայման այս օրինակները, թվայնացված օրինակները պետք է նաեւ աշխվին, տրվին ծանազան տեղեր։ Ճիշտ է, որ մենք Պամում ունենք, միտում հագում ունենք ամեն պան Հայաստան գրգելով, որ հոն բաղվի մեր հայրենիքն է, անշուշտ ադիկա լավ պաման է, դրամապանական, բայց պետք չէ միան Հայաստանի մեջ ունան այս արխիվները, որովհետև գրնա երրաշարժ տեղի ունենալ, դրտեղ տեղի ունենալ, չդեղեր տեղի ունենալ, քողություն տեղի ունենալ, ինչպես նաև թիտունավոր չարագործություն տեղի ունենալ, ուրեմն այս բոլորը պետք է դարբեր տեղերի մեջ օրինակներով բախտին եւ մատչելի դառնան բոլորին։ Մատչելի դառնան բոլորին, այլապես իմաստ չունի այս արխիվները բայրու, եթե պիտի պրջանան եւ մարդիկ պիտի չգրնան տեսնել կամ մասը տեսնեն, մասը չտեսնեն եւ այլն։ Հարցը անշուշտ դիտեմ, որ թրամի հետ կապ ունի, մարդուժի հետ կապ ունի։ Գիտեմ, որ Տաշնավության արխիվը մինչեւ ասկե 3-4 տարի առաջ թվայնացման աշխատանքներով մեջ էր, սակայն հիմա թատերծված են, դրված վաճառականությունը նյութականն է, նա պատգարելի պատասխանն լալ, մինչև ասկե 3-4 տարի առաջ, եւ ասկե 4 տարի առաջ
եթե չեմ սխալ, հետաքրքրվեցա մի քանի ուրիշ բաներ նայելու, ըստեցա, որ 1920-ական թվականներն է, որ կթվայնացվին հիմա։ Ճիշտ է, որ Դաշնակցությունը 1980-ական թվականներն սկսյալ նախ Հրաշք Դասնաբեդյանի խմբակցությամբ եւ ներկայիս Երվանդ Պատմիկյանի խմբակցությամբ Նյութեր հայ-հեղափոխական դաշնակցության պատմության համար այս հադորները, վավերատոկներով հադորները բարձրապար կհրադարակեն, բայց ատոմ ընդհանրապես 1914-ին կամ մինչև 1914 եղած արխիվներն են բادرազմի ժամանակ եւ անգի չգան։ Ատոմ կամաց կուսանք եւ կմաղթենք եւ կառաջարկենք, որ ատոմ կապացվի մոդի գաբակային, ոչ հերագաբակային, բայց մոդի գաբակային։ 100-ամյակի շեմին ենք եւ ճիշտ է, որ նոր սկսած են հստականալ, թե ինչ տեսակ գործունեություններ ուզենք ունենալ եւ Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջ, սակայն միայն ցեղասպանության մասին մեջ չէ, որ մտածենք այս վարակային, գուստան, որ ասիկա խթան մահանգիսանա այս 100-ամյակը, որ մենք վերադեսության ենթարկենք մեր առաջնահերթությունները, մեր priorities։ Ինչ են մեր առաջնահերթությունները, լեզվի պահպանումը, արևմտահայեր մանավանդ, ինչ-որ աշխատանքներ կդարին առողությամբ, ադիգան անցամ գիտեմ, ինքնության ճանաչում, նոր սերունդ կսենք, բայց ներկա սերունդը որ չափ գիտե իր պատմությունը, որ չափ գիտենք մենք մեր պատմությունը, կգարձենք որ գիտենք, դասարանի մեջ, համալսարան, դասարանի մեջ հարցում գարձեմ, օրինակ կխոսին եկեղեցու կառույցի մասին, քիչ մը պատմական ակնարկ տալով, միան գիտեմ, որ 199 հայ ուսանողներում միան գիտեմ, որ հայերը առաջին քրիստոնեությունը ընդունող pedagogiune, asme, mie aceapine եւ շատ բառներ, բայց անմիանտին հարցով Հիսուսի զունթյան մասին կատարությունին։ Այսինքն պետք է նայենք թե ուր պետք է մեր շեշտը դնել, այս ասկը նոր շունչով վերցումով հարաշտանելու համար։ Այլապես սեվենք 100-ամյակը եղավ անցավ, չեմ ալտիվեր, եթե փամա պիտի բադահի կամ ոչ հետո ինչ, միան ցեղասպանության պիտի կնորոշվի մենք իբրև հայ ժողովուրդ, անգի առաջ գոյություն չունեինք, անգի հետ գոյություն չունենք, բավական պետք է հերգել այս ինտերը, որպեսզի նոր ախորժակով, նոր երանքով, նոր ավիվով ջանքայինան թելի ավելի լավ փայլուն ապական։ Շնորհակալություն։